Մարզական տարին փակված է, հայկական սպորտի համար շրջադարձային 2016-ը ամփոփվեց, տարվա լավագույն մարզիկներին պարգևատրեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս տարին կհիշվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճած մեդալներով, սակայն այդ հավաքածուի կողքին առանձին տեղ ունեն Ռիո 2016-ում նվաճած 4 մեդալները։ Իր խոսքում հանրապետության նախագահը նշեց, որ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն և որ կարևորն է, երկար տարիների ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին կրկին հայրենիքում է։ Նախագահը անդրադարձավ նաև երկրում շախմատի զարգացմանն ու ֆուտբոլին։ Վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետև ունեցանք Տիգրան Պետրոսյան։ Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է, առաջնությունը այնքան էլ հաջող չի գնում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը ապագա ունի մեծ, որովհետև այստեղ նստած Արարատ 73-ի տղաները, որոնք ուղղակի մեզ, չգիտեմ, հպարտության զգացում ներարկեցին։ Ես վստահ եմ, որ նույնիսկ երեկվա Հենրիկ Մխիթարյանի գոլը հազար երիտասարդների, երեխաների հպարտություն ուղղակի ներշնչել։ 2016-ին Հայաստանում շահագործման հանձնվեցին մի քանի մարզական շինություններ՝ Օլիմպիավանը, մարզադպրոցներ, մարզադահլիճներ։ Նախագահ Սարգսյանը նշեց, որ այդ շինությունները կօգնեն ավելի զարգացնել սպորտը և որ կարևորն է, հայկական մարզաշխարհը կունենա նոր սերունդ։ Երբ որ մեր մարզիկները, մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լսվում։ Մենք մեզ շատ լավ ենք զգում, բայց կարևորը կարծում եմ նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ և երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետևել նրանց։ Տարվա 10 լավագույններն են, մարզիկներն արժանացան խոշոր դրամական պարգևների և ավտոմեքենաների։ Օլիմպիական նմբիշներն ու ծանրորդները 2016-ին նոր շունչ ստացած մարմնամարզիկները։ Այսօր բոլորը մեր մարզիկները պատրաստ են, ոչ թե միայն ասում ենք, այլ բոլորս էլ գիտենք, որ նրանք պատրաստ են մրցելու աշխարհ Եվրոպայի առաջնություններին։ Նոր երիտասարդներ ունենք, պատանիներ ունենք։ Օլիմպիական տարին փակվեց 2017-ից նոր մարտահրավերներով ու սկզբունքներով, մեր մարզիկները սկսում են նախապատրաստվել օլիմպիական քառամյա ցիկլին։ Ուղղությունը Տոկիո 2020։ Գրիգոր Ավետիսյան, ժամը լրատվական։